Օրերս Երևանում ազդարարվել է անշարժ գույքի շուկայում աննախադեպ համագործակցության մեկնարկ։ Art Company կառուցապատող ընկերությունը, Argo Realty անշարժ գույքի գործակալությունը եւ FS ապահովագրական ընկերությունը ստորագրել են եռակողմ համագործակցության հուշագիր, որով առաջատար մեխանիզմների ներմուծման միջոցով պատմական նոր փուլ է բացվում ոլորտի զարգացման համար։ Հուշագրի միջոցով հայտարարվեց գնորդի վճարումների ապահովագրություն միջազգային երաշխիքով ծրագրի գործարկման մասին։ Սա նորարար ֆինանսական գործիք է, որը 100% երաշխավորում է բնակարան գնողների տարաժամկետ վճարումների վերադարձը կառուցապատողի կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարման դեպքում։ Կառուցապատման եւ կապիտալի կայացած շուկաներ ունեցող երկրներում, ինչպիսիք են օրինակ Միացյալ Նահանգները, Եվրամիության անդամ պետությունները, Ճապոնիան եւ այլն, քաղաքաշինական ծրագրերում գույք ձեռք բերող ապագա բնակիչների գործարքները վաղուց են ապահովագրվում հաճախ օրենքի ուժով։ Հայաստանում ցավոք մինչ օրս այդ պրակտիկան բազում պատճառներով կիրառելի չէր։ Հիմնական խնդիրը նրանում է, որ տեղի շուկայում գործող ապահովագրական ընկերությունները պարզապես ի վիճակի չեն կառավարել կառուցապատման ոլորտում ի հայտ եկող ահռելի ծավալի ռիսկերը, իսկ միջազգային գործընկերները խուսափում են վերապահովագրել այդ ռիսկերը հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում, այս թվում Հայաստանում։ Այստեղ ի հայտ է գալիս counter risk հասկացությունը, որը մեր երկրի պարագայում շարունակում է բարձր մակարդակի վրա մնալ։ Հայաստանում առաջատար դիրքեր զբաղեցնող Art Company կառուցապատող ընկերությանն ավելի քան 5 տարի է պետք եղել գնորդների վճարումների ապահովագրման միջազգային գործիքը մեր երկիր բերելու համար։ Մեր գործընկերն է Հայաստանի Հանրապետությունում FS ապահովագրական ընկերությունը, որը ի պատիվ մեր գործընկերոջ ղեկավարության եւ ամբողջ թիմի մեր հետ համատեղ չարչարվելով իրենց համարել էր յուրատեսակ մարտահրավեր, որ այս դաշտ ներգրավենք միջազգային ապահովագրողի եւ վերջապես մեզ հաջողվեց ներգրավել մեր հարաբերությունների մեջ հայտնի բրիտանական ապահովագրական ընկերություններից մեկին, Lloyds-ին։ Այդ ընկերությունը աշխարհահռչակ ընկերություն է, ոնց որ բանկային շուկայում հայտնի է Deutsche Bank-ը կամ Swiss Bank-ը կամ Bank of America-ն եւ այլ, HSBC-ին, այնպես էլ Lloyds-ը հայտնի է ապահովագրական շուկայում, իր կապիտալը հարյուրավոր միլիարդներ է եւ իրենց ներկայությունը, իրենց անունը առհասարակ բավարար է, որպեսզի ցանկացած գնորդ, անշարժ գույքի գնորդ Հայաստանում վստահ լինի, որ հանկարծ Աստված ոչ այն թե մի բան լինի, ապա ինքը չի մնա կորուստով։ Պետք է նշել, որ բացի երկրի ռիսկերը գնահատելուց միջազգային ապահովագրական ընկերությունները մեծ ուշադրություն են դարձնում նաև տեղի շուկայում գործող իրենց ապագա գործընկերների, տարիներ շարունակ արձանագրած ցուցանիշների։ Չափորոշիչները բազում են եւ դժվար հասանելի։ Art Company-ի ղեկավար Վահե Պետրոսյանը գոհունակությամբ նշում է, որ իրենց բազմամյա փորձն ու արձանագրված արդյունքները դարձել են այն գրավականը, որ FS հայկական ապահովագրական ընկերությունից բացի թույլ է տվել համաշխարհային անուն ունեցող բրիտանական եւ շվեյցարական խոշոր վերապահովագրական ընկերություններին համագործակցություն սկսել Հայաստանում։ Առաջին հերթին իրենք ուսումնասիրում են ընկերության ֆինանսատնտեսական ցուցանիշները։ Օրինակ մեր պարագայում մենք վերջին 5 տարին ունենք միջազգային աուդիտով հաստատված ֆինանսական հաշվետվություններ, որոնք հրապարակվում են եւ մեր կայքում հենց հիմա էլ կա, կարող է ցանկացած մեր գնորդ, քաղաքացի, ցանկացած հետաքրքրված անձ կարող է վերցնել եւ ընթերցել։ Եվ այդ ֆինանսական հաշվետվությունները միջազգային աուդիտորական հայտնի ընկերությունների կողմից հաստատված են։ Դա առաջի կարևոր ատրիբուտն է։ Երկրորդ կարևոր բանը այդ ֆինանսական հաշվետվությունների ցուցանիշների առողջ լինելը։ Դու կարող ես լավ ֆինանսական հաշվետվությունները հրապարակես, բայց քո բալանսը լինի զրոյական կամ վնասով։ Նաև պետք է հիմնարկը լինի առողջ։ Պետք է սեփական կապիտալը լինի պատկառելի մեծություն, որպեսզի ընկերության հետ հաշվի նստեն։ Ասեն, այս ընկերությունը ուժեղ է, ֆինանսապես հզոր է, Աստված ոչ անի մի բան այնպես չգնաց կներեն կան, տնտեսական ճգնաժամ չսկսվեց, հաջորդ շաբաթ չի, սննկանակ ունենա, այսպես կոչված իր զապասը, անվտանգության բարձիկները, որպեսզի կարողանա վատ օրերին դիմակայել, Դա երկրորդ կարևոր ատրիբուտն է։ Երրորդ կարևոր ատրիբուտն է այսպես կոչված գնորդի բավարարման ինդեքսը։ Դա ինչ է։ Դիտարկում են, որ ենթադրենք վերջի 10 տարվա ընթացքում քանի քաղաքաշինական ծրագիր է արել, քանի բնակիչ է քեզանից գույք առել, կառուցման փուլում, կառուցումից հետո, եւ օրինակ քանի հոգի է քեզ դիմել հայցով դատարան։ Օրինակ ասել
լավ չես սարքել, տունը հետ վերցրու փողս դուր, կամ էլ թե չէ, ենթադրենք ուշացրել ես, դուրս դուր եւ այլ, հա։ Փառք Աստծո, մեր մոտ է ցուցանիշը 0-ա, հազարավոր գործարքների մեջ ակնհայտ է, չէ, երբ որ ամեն կառուցապատման ծրագրից հետո կառուցապատողը 5-10 հատ դատական վեճ է ունենում, դա նշանակում ինչ որ բանի մասին է վկայում, որ կարող է արդեն ապահովագրողն էլ ասի, այս մարդը ենթադրենք այնքան էլ լավ չի կարողանում իր գործը անել, որտեղ մարդիկ դժգոհում են։ Երբ որ բացակայում է նմանատիպ հայցերի արկայություն չկա, ապա լավ է դիտվում եւ դա այսպես կոչված գնորդի բավարարման ինդեքսն է։ Մեծ հետ զրույցում Վահե Պետրոսյանը մանրամասնում է, թե ինչ է տալիս գնորդի վճարումների ապահովագրություն միջազգային երաշխիքով ծրագիրը Հայաստանում անշարժ գույք ձեռք բերող քաղաքացիներին։ Առաջին հերթին դա վստահություն է, որ կառուցապատող ընկերության մոտ առաջացած ցանկացած հնարավոր խնդրի դեպքում գնորդի բոլոր վճարումները 100%-ով ապահովագրված են։ Բայց գործիքի ներդրումից ըստ մեր զրուցակցի շահում են ոչ միայն անշարժ գույք գնողները, այլ կառուցապատման ողջ շուկան։ Առաջին հերթին նոր նշաձող է սահմանում եւ մեկ level բարձրացնում է մեր քաղաքաշինության կուլտուրան։ Այլևս ապահովագրական պոլիսի արկայության դեպքում գնորդ կառուցապատող հարաբերությունների ժամանակ ավելի հասկանալի եւ վստահելի է դառնում ֆինանսական հոսքերը։ Նայեք, զուգահեռ տանելով ԱՊԱ ինստիտուտի հետ, մեր հայտնի ավտոմեքենաների ապահովագրության, մենք բոլորս հիշում ենք, երբ որ միջև այդ Աստված ոչանի ավտովթար էր լինում, միանգամից շատ ժամանակ կռիվ էր լինում։ Ով է մեղավոր, ով չի մեղավոր, դու հետևից ես խփեի եւ այլ, այսինքն հիշում եք։ Իսկ հիմա Աստված ոչանի երբ որ լինում է, դուրս են գալի ավտոից շատ առանց վեճի, առանց կոնֆլիկտի, քանի որ գիտեն, որ մեկը ապահովագրող կա այդ հարաբերությունների, այսպես ասած, արանքում կանգնած եւ ֆինանսական բնույթի քաշքշուկներ չեն լինում, եթե իհարկե այդպես առողջության վնաս չի լինում, հա։ Նույնն էլ էստեղ է, երբ որ արդեն հարաբերությունների շղթայի մեջ տեղավորվում է վստահելի ապահովագրող, այդ ժամանակ ավելի հասկանալի, թափանցելի, վստահելի են դառնում ֆինանսական հարաբերությունները։ Գնորդի վճարումների ապահովագրություն միջազգային երաշխիքով ծրագիրը Հայաստանում առաջին անգամ գործարկվել է Art Company-ի կողմից իրագործվող երկու խոշոր քաղաքաշինական ծրագրերում՝ Virtus Prime Residence-ում եւ Գյուրջան Կասկադում։ Նման որոշումը պատահական չէ։ Նշված բնակելի համալիրներն այսօրվա դրությամբ Art Company-ի երկու ֆլագման ծրագրերն են՝ ընկերության հպարտությունը։ Սա մեր երկու այսօրվա դրությամբ ֆլագման քաղաքաշինական ծրագրերն են, հա, իրականում կարելի է ասել մեր հպարտությունն են, որովհետև բավականին հաջողված քաղաքաշինություններ են։ Մենք թե իրենց ծավալներից ելնելով, թե իրենց կարևորությունից, թե իրենց սոցիալական հնչողությունից ելնելով որոշեցինք դիտարկել որպես ապահովագրական ինստիտուտների կիրառման պիոներ ծրագրեր, հա, որպեսզի համ մեր գնորդներին վստահելի լինի մեր հետ հարաբերությունները եւ նաեւ մեր քաղաքաշինական համայնքին դրանով իսկ մեր օրինակով ցույց տանք, որ այնուամենայնիվ կարելի է ապահովագրության ինստիտուտները կիրառելով միջազգային չափանիշների ապահովագրողներին ներգրավելով Հայաստանում այնուամենայնիվ կարելի է իրականացնել քաղաքաշինություն։ Գնորդների վճարումների ապահովագրությունը թանկ գործիք է, սակայն Virtus Prime Residence եւ Գյուրջան Կասկադ քաղաքաշինական ծրագրերում անշարժ գույք ձեռք բերող գնորդների համար այն կլինի անվճար։ Նպատակը միջազգային ապահովագրական նոր կիրառվող գործիքի պոպուլարիզացումն ու դրա տարանջատումն է Հայաստանում հաճախ կիրառվող տարատեսակ պարտադիր վճարումների պրակտիկայից։ Իր խոսքում Վահե Պետրոսյանը կարևորում է գնորդի վճարումների ապահովագրություն միջազգային երաշխիքով ծրագրի շահառուների համար նոր գործիքի իրական հմայքի արդյունավետության, կարևորության եւ հեղափոխական նշանակության բացահայտումը։ Խոսելով կառուցապատման շուկայի վրա ապահովագրական ծրագրի ներդրման ազդեցության մասին, Վահե Պետրոսյանը կարևոր դիտարկում է անում։ Ըստ մեր զրուցակցի 2025 թվականին Երևանում կառուցապատման շուկան կարևոր վերափոխում է ունեցել։ Կախված եկամտային հարկի վերադարձի օրենքի գործունեության դադարեցմամբ բանկերը փաստացի դադարել են կրել կառուցապատողների ձախողման ռիսկերը։ Ի հայտ է եկել նոր իրավիճակ, որտեղ գնորդների վճարների ապահովագրությունը պարզապես օրհասական անհրաժեշտություն է դարձել։ Անցած տարիներին, քանի որ գործում էր եկամտային հարկի ինստիտուտը,
Հիմնականում գնորդները, քանի որ ստեյության եկամտային հարկի վերադարձի հաշվին հիպոթեկային տոկոսներն էին ֆինանսավորվում, հիմնականում գնորդները հիպոթեկով էին գնում բնականը եւ կառուցապատողի ձախողման ռիսկերը շատ հաճախ իրենք գցում էին բանկի վրա։ Մտածում էին բանկը փողը տվել է, իր փողն էլ հատուկ հաշվին սառացրել է, ինքն էլ դե պետք է հետևի էլի որ կառուցապատողը սարքի։ Հանկարծ մարդ էս մի բան ինչ եղավ, այդ վարկը կթողեն բանկին, թող ինքն է գնա կառուցապատողի հետ իր հարցերը լուծի։ Մարդիկ իրենց ուղեղի մեջ տենց էին մտածում։ Քանի որ երկրորդ գրավ չէին դնում, հենց այդ կառուցման փուլում գտնվող գույքները ստեյության ապագա գրավի առարկան, իսկ կառուցման փուլի մեջ եւ քանի դեռ այդ գույքը վկայական չունի, հենց այդ հիպոթեկի գումարը, որ սառած էր հիմնականում բանկի հաշվին։ Եվ այդ տրամաբանության շրջանակներում ռիսկերը ստեյության բանկերն էին կրում։ Բայց քանի որ եկամտային հարկի ռեժիմը դադարեց, մեզ մոտ ի հայտ եկավ մի իրավիճակ, երբ որ արդեն բանկերը ռիսկերը չեն կրում։ Քաղաքացին ազատ շուկայում գնում է կառուցապատողի հետ պայմանագիր կնքում, որ 30 ամսում, 50 ամսում, 40 ամսում քիչ-քիչ գումարը պետքա տա եւ կառուցապատողն էլ այդ շենքը պետքա ավարտի եւ այստեղ ի հայտ եկավ շոշափելի մի կարևոր հանգամանք, ռիսկերը ով է պահելու։ Այդ կապակցությամբ ռիսկերի կառավարման բնակիչների վստահություն տալու, ինչպես նաեւ ինչու՞ չէ, նաեւ այդ ռիսկերը ոչ միայն կոնկրետ գնորդի ռիսկերն են, նաեւ Երևան համայնքի ռիսկերն են։ Պարզա որ Երևան քաղաքին հետ հաճելի չի լինի, երբ որ մենք ունենանք 20, 30, 50 հատ ծախողված քաղաքաշինական ծրագիր, որոնք որ շենքի քաղաքի տեսքը կփչացնեն իրենց շին հրապարակներով, որոնք հաճախ անհարմարություն են պատճառում, հայտնի գիտենք քանի հատ փողոց կա, կեսը փագած մնացել է երկար ժամանակ։ Նաև ռիսկերը ինչու՞ չէ հանրային են, որովհետև ձախողված քաղաքաշինական ծրագրի տուժող բնակիչների վնասները հաճախ սոցիալական ռեզոնանս են թողնում, հա, եւ սոցիալական ռեզոնանս թողնելով ախտոտում են, պղտորում են նորմալ բարեխիղճ կառուցապատողների գործերը եւ շուկան սկսում է նստել, սառել, պաղել եւ արդեն են որը որ առողջ էր դա էլ է սկսում արդեն իրեն բաց գալ, հա, եւ այդ տեսանկյունից շատ կարեւոր է այս ռիսկերի կառավարումը եւ այս ապահովագրական գործիքը այս ռիսկերի կառավարման գրեթե լավագույն ինստիտուտներից մեկն է, որ քաղաքակիրթ աշխարհը տասնամյակներ առաջ արդեն մշակել է եւ իրեն դարերով ապացուցած հաջողված պրոդուկտ է։